Այս ընթացքում հանրային տիրույթում ակտիվ են խոսակցությունները, որ հեծը հնարավոր է հանձնվի թուրքական կողմին։ Հեծ նախկին տնօրեն Դավիթ Ղազենյանը նոյեմբերի 12-ին հայտարարեց. «Իմ տեղեկություններով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շատ ներկայացուցչական կազմով վերջերս եղել է Թուրքիայում»։ Ասաց, որ իր անձնական կարծիքով ամենայն հավանականությամբ այցելության իրական նպատակը այլ է եղել։ Ղազենյանը ակնարկում է, որ նպատակը եղել է հեծի շուրջ բանակցությունները թուրքական կողմի հետ։ Գուցե վերցնեմ ոչ ուղիղ, այլ միջնորդավորված, բայց այդ պետություններից վտանգ կա հայկական ռազմավարական միավորը հանձնվի թուրքական տիրապետման։ Այս հայտարարությունից մեկ օր անց մեկնարկեց հեծը խլելու նիստը եւ ավարտվեց հեծը խլելով։ Վերջում լրագրողները ծառայության նախագահ Մեսրոպյանին հարցին, թե ինչու են ՀԾԿՀ անդամները գնացել Թուրքիա, պատասխանեց. հանձնաժողովի 3 անդամներ Թուրքիա այցելել են հոկտեմբերին, մասնակցելու էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի աշխատաժողովին, ասաց, թե հեծը թուրքերին վաճառելու համար բանակցություն վարելու մասին խոսակցությունները գեբելսյան քարոզչություն են։ Էդ նիստը տարբեր երկրներում լինում է, մասնակցում ենք, այ օրինակ ասած մայիսին էլ ես եմ եղել Օմանում։ Բայց ուշագրավը ինչն է։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքում չկա որևէ ինֆորմացիա նրա աշխատակիցների Թուրքիա այցի մասին։ Մայիս ամսին Օման այցելության լուրը, հանդիպումների մասին լուրը տեղադրված է, Թուրքիա այցը ոչ։ Ինչու՞։ Ինչ են թաքցնում։